Ասա 4 բան, որ նոր տարվա սեղանին միշտ մնում է մինչև հունվարի 5-ը։ Մեր պարագայում երևի էտի տոլման է, որովհետև տոլման փաթաթում ենք մեկից հետո, չիրը։ Հա, չիրը մինչև 12-ն է գմնում։ Մեր տունը խմիշք է ախպեր։ Միշտ նոր տարուց հետո սենց խմիշքներ կավելանա, այդ կբացվի մյուս նոր տարուն։ Երևի խմիչքը մերն էլ, հա, որտեղ մնում է։ Ասա 4 ամանորյա ադաթներ, որոնք պահվում են հայկական ընտանիքներում եւ որոնք կփոխանցես քո երեխաներին։ Որ բդի ժամը 12-ը միջև մի հատ հետան տղամարդը լողնա։ Տոնածառի եպ կտնեն, երբ որ տանկանիգ ու բորկակեն է, այդ էլ ավանդույթ դարը։ Տոնածառի տակ նվեր տնելը։ Էդ էլ լավ ավանդույթ է, հաստատ սերնդներով կփոխանցե, դաժի եսը չփոխանցեմ, տելևիզորը կփոխանցե։ Ու այդ բանը սիրեմ գա հյուրասիրությունը ամանորյա։ Այն որ տունը մարդ կուկա կեշտապան, ես մաքսիմում անենց կենեմ, որ երեխես դենց հյուրընկալ եղնի։ Ասա 4 բան, որ սկեսուրը ամուսնուդ մասին կպատմե բոլորին։ Դե որ խելացի է, որ կրվարար չի, շատ բարի է։ Ու միշտ եթե ինչ որ կռիվներ ա լինում, ինքը խաղաղության աղավնին է։ Վարուժ ջան, նշի 4 քեզ համար կարևոր իրադարձություններ 2025 թվականին։ Վխերը։ Երբ որ լսել եմ երեխուս լուրը, երբ որ Արաքսը ասել է հղի եմ։ Երբ որ բժիշկը զանգեց, սա երեխե ծնվել է քեֆերա, երբ որ որոշեցի անունը ու տենց գնացի ծնը այդ գրանցման տեղի երեխուս անունը դրեցի, Ռաֆոյի ավտոյի լուրը։ Շատ սպասին կոպտոյի չէ։ Երեխուս լուրից առաջ։ Ասա 4 պատճառ որ ինձ վստահելու համար։ Շատ պոզիտիվ մարդ, իսկական ընկեր, մեր ընկերը։ Միշտ գործդ հասցնում ես ավարտին իդեալական կերպով։